Եթե այդ կարգավորումը տեղի ունենա հայ-թուրքական եւ տեղի ունենա էլի եմ ասում ոչ թե էմոցիոնալ դաշտում, որ մենք ինչ որ կողմերից մեկին ընտրենք Թուրքիայում ներընտրական կամ ներքաղաքական առճակատման մեջ, այլ երկու կողմերի հետ էլ աշխատենք շատ հանգիստ պայմաններում հասարակական դաշտում, նույնիսկ քաղաքական դաշտում, ինչ որ կոնտակտների միջոցով, իդեպ Եվրոպայի խորհրդում այդ կոնտակտները արդեն լինում են իմ ունեցած տեղեկություններով, այսինքն հանգիստ առանց էմոցիաների, այդ ամեն ինչ արվի շահերի նաև համընկնման բացատրելու, ուրեմն եւ ձևակերպելու այդ շահերը ձևակերպելու ճանապարհով։ Ադրբեջանի հետ դե պարզ է, Ռուսաստանը ինքը թույլ չի տալիս ամեն ինչ անում է, որ այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Ես վստահ եմ, որ բացի Ադրբեջանի Ալիևի կոնկրետ ամբիցիաներից, որ հնարավոր շատ կորզի Հայաստանից, հնարավոր շատ ուրեմն ճնշած պահի եւ թուլացած վիճակում պահի Հայաստանին, այնտեղ իհարկե դերակատարություն ունի նաեւ Ռուսաստանի դժկամությունը այդ պայմանագրի, որտեղ եթե պայմանագիրը ստորագրվում է, դելիմիտացիան արդեն վերսկսվում է եւ հարցերը սկսում են կարգավորվել, նույնիսկ այդ ճանապարհի հարցը այլևս ռազմական ճանապարհով լուծելու բանը դուրս է գալիս հնարավորությունը, որտեղ խաղաղության պայմանագիրը համաձայնագիրը ստորագրել եւ այնտեղ նույնիսկ եթե այդ կետը չկա համաձայնագրում, բայց այդ կետը արդեն պետք է բանակցությունների միջոցով լուծես, այդ դեպքում եթե ճնշման լծակները էապես թուլանում են Հայաստանի վրա, իսկ ամենամեծ ճնշման լծակը հարձակվելու վտանգն էր, ել ոնց է քո ուզած ռուսական ուզած ձևով լուծել։ Ուզում ասեմ, Ռուսաստանը հասկանում եք դա ամեն դեպքում ժամանակի հարց էր 20 թվականի դավաճանությունից հետո Ռուսաստանի կողմից իսկ որը սկսել է 10 թվականից դեռ զենք մատակարարելու ճանապարհով 4-5 միլիարդի զենք մատակարարեցին Ադրբեջանին։ Այդ դավաճանությունից հետո ակնհայտ էր Ռուսաստանը դուրս է թռնելու տարածաշրջանից եւ դրա մասին իրեն ասել ենք ռուս փորձագետների միջոցով հասցվել է Կրեմլին, որոնց մենք հանդիպում ենք նաև բարբերաբար, որ դուրս եք թռնելու տարածաշրջանից, եթե շարունակեք դավաճանել Հայաստանին, որի ռազմավարական պայմանագրերով դաշնակիցն եք, հա։ Բայց հիմա, երբ որ ինքը արդեն փրփուրներից է կախվում են, որ ասում է, իսկ որոնք են այդ փրփուրները 5-րդ շարաշունը ստեղ, որին պետք է Ադրբեջանը ինչ որ ձևով աջակցի հարձակումների բանի ձևով, այն էլ չի կարողանում, որտեվ կան եվրոպական դիտորդներ, կան միջազգային ճնշումներ, կան նույնիսկ Միացյալ Նահանգները արդեն, որ իրենք սպասում են, որ Թրամփը հեսա ասելու է, ինչ ուզում եք արեք, բայց հակառակը Թրամփը ասում է, չէ, մի րոպե, կակրած լավ է, որ խաղաղություն եք հաստատում, մենք էլ ամեն ինչ կանենք, որ միջև վերջ հասցնենք։ Տեսեք, մենք կաշխատենք միջև ավարտին հասնենք, դա անվտանգության գծով խորհրդականի ձևակերպումն եմ ասում։ Դա իրենց լիովին այլ իրավիճակում է դնում Ադրբեջանին։ Երկրորդ եւ առավել ևս Ռուսաստանին։ Այո, երկրորդ տարբերակ Ալիևը այնուամենայնիվ հարձակվում է կամ ագրեսիա է գործում Սյունիքի ուղղությամբ, Ռուսաստանը գալիս է փրկում է եւ արդեն ոչ թե FSB-ն մենակ որպես ճանապարհի վրա է կանգնում, այլ այսպես խաղապահներ է տեղակայում այդտեղ որպես փրկիչ Հայաստանի Սյունիքում, այնտեղ որտեղ նա այնուամենայնիվ ուզում է գա կանգնել, որովհետեւ ինչ որ ձևով պետք է իրացնի այդ իր նպատակը, այդ 9-րդ կետը, որի մասին չեն դադարում խոսել 2 օր առաջ էլ կարծեմ Զախարովան նորից ասեց, բոլոր, ընդ որում ստեղ ուրիշ թեմա էլ կա, եթե ասում են բոլոր կետերը պետք է կատարվեն, դա միայն 9-րդ կետին չի վերաբերում, այլ դրան նախորդող բոլոր կետերին։ Լավ, դրա վրա չանդրադառնանք, այլ երկրորդ տարբերակը նա հարձակում, փրկություն եւ կանգնում խաղապահի տեսքով։ Տեսեք, Ռուսաստանը գալու է ինչից փրկի Հայաստանը։ Չար ադրբեջանցիներից, որոնք հարձակվեցին, ինչ արեցին։ Սյունիքը ուզում են վերցնեն իրենց։ Ասենք թե ստացվեց մոտները, որ դա էլ է հարցը, հələ դա պետք է հասկանանք։ Հայաստանի այս վերջի շրջանի սպառազինվելու վերապատրաստման զորքերի եւ այլն հնարավորություն է տալիս բավականին արդյունավետ դիմադրության։ Ոնց որ մենք արդեն մի անգամ ցույց ենք տվել Սոտքում, երբ որ ջարդուփշուր արեցին մեր զորքերը ադրբեջանական ներխուժած ստորաբաժանումներին, հա։ Բայց համենայն դեպս օրինակ Մեղրիի շրջանը, ասենք թե եկան գրավեցին։ Հետո Հայաստանը պետք է դիմի Ռուսաստանին, որ եկեք ազատագրեք այդ։ Դու մի դիմիր, ՕԴԿԲ կա, այդ։ Ոչ մի ՕԴԿԲ չկա։ Հապ կա, նրանք արդեն։ Չկա, ոչ մի հապ չկա, սառեցված է, այդ մեկ երկրորդը Հայաստանը պետք է դիմի։ Նույնիսկ դիմում է չեն գալիս, առանց դիմումի ուր են գալու։ Դե հիմա սկսել են նորից սեր բացատրվել, Պեսկովը ասում է, երբեք չեն ընդհատվել մեր հարաբերությունները, չեն կարող ընդհատվել երբեք։ Սեր բացատրվելով չի։ Ես կարծում եմ, որ ամենահեռատես եւ ճիշտ քաղաքականությունը կլինի, որ Հայաստանը ոչ մի տեղը չդիմի։ Եվ Ադրբեջանը այդ դեպքում ոնց մտել է, այտենց է դուրս է գալու։ Որտեղ ինքը չի կարող անեքսիայի ենթարկել, ափաշկերա օրը ցերեկով գա գրավի սուվերեն երկրի տարածք եւ ասի դե գրավեցի իմն է։
պատմական ինչ որ քարտեզներ եմ գտել, որտեղ իմն է։ Չէ, ասում եք ընտակություն եք այդտեղից, ես գալիս եմ ձեզ, չգիտեմ, ասելով չի, եվրոպական դիտորդները ասում են սուտ ես ասում։ Ում պետք է հավատա միջազգային հանրությունը։ Էդի են կարող ասել այն ժամանակ, որ եվրոպական դիտորդներ չկային։ Այսինքն այս ավանտյուրան փակուղի է բերել։ Իհարկե, իրանց պլանը, ձեր ասածն է, իրանց պլանը հենց այդ է, որ գա մտնի, իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ կատարի, ռուսներն է գան փրկեն մեզ ճակերտավոր, ու այնտեղ կանգնեն, ասեն, դե որ փրկեցինք, մենք էստեղ զորքը պահում ենք, ճանապարհն է, մենք 9-րդ կետը իրականացնում ենք։ Այո, իդեպ շատ հետաքրքիր էր այդ երաշխավորի թեման Փաշինյանը հարցազրույց է տվել, դրանից մի երկու դրվագ մենք կքննարկենք, այդտեղ հարց եղավ այս խաղաղ պայմանագրի երաշխավոր պետք է լինի թե չէ եւ Փաշինյանը ասաց ինչ երաշխավոր 20 թվականին, 21 թվականին, 22 թվականին մենք ինչ երաշխավոր ենք ունեցել, այսինքն այսպես ոչ ուղղակի ձևով այս հարցին պատասխան եղավ փրկիչի հարցին երաշխավոր բառով դա փոխարինվեց, բայց դա նույն այդ թեման էր։ Ադրբեջանի կարելի է դիտարկել համենայն դեպս Ադրբեջանի անհավանական ներխուժումը Հայաստան, եթե նույնիսկ տեղի ունենա, դա կլինի ադրբեջանական դիկտատուրայի ավարտի սկիզբը, որտեղ դա արդեն վերջի կաթիլն ելնելու եւ չի կարող ոչ Եվրոպան, ոչ Միացյալ Նահանգները աճ փակել այնպես, ինչպես որ աճ փակվեց Արցախում էթնիկ զտման վրա, որը տեղի ունեցավ իդեպ։ Կարծում եք։ Այն բանից հետո, երբ որ Արցախի իշխանությունները, այդ թվում Ռուբեն Վարդանյանի սերտ մասնակցությամբ չգնացին ուղիղ բանակցությունների Ադրբեջանի հետ, որը նախապատրաստում են Միացյալ Նահանգները, որը գիտեք Սոֆիայում եւ Բրատիսլավայում չարեցին դա եւ այդ էթնիկ զտումը ըստ էության, էլի ինչ որ ճնշումների ենթարկվեց Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդից դուրս շպրտեցին եւ այլն, բայց դա իհարկե այն չէր, ինչ որ մենք ուզում ենք։ Բայց այն ինչ որ արդեն Եվրոպարլամենտը ձևակերպումն է տալիս, որ էներգետիկ դատարկ էներգետիկ համագործակցություն, որ սա դիկտատուրա է, որ այնտեղ մարդու իրավունքները խախտվում են, որ երրորդ բանաձև իրար վրա ընդունվում է, եւ դրանից հետո մի հատ էլ սա մտնի Ռուսաստանի քայլերը կրկնի Հայաստանի հանդեպ, իսկ ինքը այսօր իրար իդեպ պասերով լավ աշխատում են։ Հիմա Ռուսաստանը ասում է բանին Ուկրաինայի համանդրությունը փոխեք, որ այսինքն նույն ինչ որ Ադրբեջանը Հայաստանից է պահանջում, Ռուսաստանը Ուկրաինայից է պահանջում եւ ամեն ինչով ես իդեպ հիմա նայում եմ նաեւ որոշ արևմտյան փաբլիկներ եւ այդ թվում ռուսալեզու ասում են, բայց ոնց որ թե Ալիևի պահվածքը ոնց որ լրիվ Պուտինի պահվածքը լինի, այն ինչ որ Հայաստանի հանդեպ անում է, նույնը ինչ որ Ադրբեջանը Ուկրաինայի հանդեպ անում։ Դա մի նարատիվ է, որի դեմ Ադրբեջանը երկար տարիներ պայքարել, որ հակառակը իրեն դնի Ուկրաինայի զուգահեռ, իսկ մեզ դնի Ռուսաստանի նույն դաշտում, որովհետեւ արևմուտքը այդ ապակողմնորոշվի այդ իմաստով, բայց հիմա արևմուտքում ասում են, չէ, մի րոպե դու լավ էլ ոնց որ Ռուսաստանի պես ես քեզ պահում։ Իսկ այնց չի, որ հիմա Տրամպը եթե Պուտինի հետ խոսում է, այնտեղ լրիվ ուրեմն միաձայն ասում են դե լավ, եթե Տրամպը ասում է, որ Ռուսաստանին կարելի է այդքան տարած գրավել, չնայած այդպես չի ասում իհարկե, բայց ոնց որ համակերպվում է դրա հետ, ուրեմն Ադրբեջանն էլ այնտեղ կարող է հարձակվել, ինչ որ հարևանից տարած գրավել։ Այտենց չի։ Եվ եթե տեղի ունենա, ես վստահ եմ, որ Ադրբեջանի դեմ արդեն այդ սանկցիոն քաղաքականությունը ոչ միայն սկսվելու, այլ սկսվելու է նաև Հայաստանի զինելու, հզորացնելու քաղաքականություն եւ այստեղ լրիվ չեզոքանալու է Թուրքիան, որտեղ Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ աջակցել որևէ ագրեսիա անկախ պետության դեմ։